Աստծո այս առավոտյան համար, որ իր դանը մեջ այնք և զինքը պիտի վաշտենք այս մեկ ժամվա ընթացքին անգազությամբ և ոգիով ունենք ինչ որ պիտենենք։ Ոչ թե սովորության համար, այլ Վագեդարոջ ներգաղթյանը սկանք մենք մեզ և սկանք թե երկինքի մեջ ենք, սուրպերուն հետ, շտակներուն հետ և դերը կվաշտենք։ Տեր Հիսուս կսիրենք քեզ և այս առավոտ հավաքված ենք կուտանդ մեջ մեր սերը քեզի արդայդելու համար ընդունե և դուր որ անգերձությամբ խոսինք քո հետդ և բաց սրտով լսենք քո պատգամդ և հնազանդենք քո խոսքիդ, որպեսզի իրավես կրնանք փաստել, թե կսիրենք քեզ։ Որտեղ նսիր, եթե իմ ադվիրանքներս բայեք, այդ ձևով ձեր սերը արդայդած միդելակ, փաստած միդելակ ինձի անտեղ և կուզենք այդպես ընեն։ Այս առավոտ ընդունե մեր պաշտամունքը, մեր երկերը, մեր աղոտները, անգերձությամբ և հոգիով։ Քո անունով կխոսենք քեզ հետ։ Ամեն։ Մանակ մեր երկարան թիվ 602 երկին թիվ 602 հայտնի որ բոլորս այս ժանգոտած ենք, ճիշտ բարերը չենք իներ, ուր բիդենք, ավելի հետո ադապի սորվենք, հաջորդ մեկիրս միլատի 116, տիվ 116,
չենք բիլատարցիալ 89-րդ երկրի 89 Մեզ դվա 3-րդ համարը, երկրին 4-րդ համարը, 89 Երանալի է Սեր Հիսուսին և այդ սիրուն մասին է, որ հիմա ոտքի վրա Աստծո խոսքեն պիտի գարտան առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը Եթե մարդոց ու շտակներուն լեզուները խոսին և սեր չունենամ Ես ծայն դվով բղինցի պես եղա կամ հնչող ծնծղաներով ես։ Եվ եթե մարգարեություն ունենամ ու հասկնամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները տեղափոխելու, ու սեր չունենամ ոչինչ եմ։ Եվ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ, ու իմ մարմինս այրվելու դամ, և սեր չունենամ, օգուտ մը չեմ ունենար։ Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանցիր, սերը չի կորոզանար, չի հբարդանար, անվայել վարմունք չունենար, իրանը չպնդրեր, պարգության չի կրկրվիր, չարություն չի խորիր, անիրավության վրա չի խնդար, ապա ճշմարտության խնդագից կլա, ամեն բանի կզիչանի, ամեն բանի կհավադա, ամեն բանի կուսա, ամեն բանի կհամպեր է, սերը բնավ չինար, բայց եթե մարգարեությունները լան, պիտի խապանին, եթե լեզուներ, պիտի տատարին, եթե գիտություն պիտի խապանվի,
ասենցի շատ են քիչը գիտենք ու շատ են քիչը գմարկրենանք, բայց երբ կատարյալը կա, այն ադեն շատ են քիչը պիտի խապանվի։ Երբ տղայի պես խոսեի, տղայի պես խորեի, տղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա, տղայության բաները մեկտի ցկեցի։ Քանզի հիմա մենք, որպես թե հայերի մեջ կտեսնենք, անհայտ կերպով, բայց այն ադեն 30 Հիմա շատ եմ քիչ մտեղյակ եմ, բայց այն ադեն այնպես պիտի ճաշտամ, ինչպես ճաշտվեցա։ Ուստի հիմա գմնա հավատք, հույս, սեր, այս երեքը, և ասոնց մեծակույնը սերն է։ Կեզի պարկուդանք մերկնավոր հայրը այս կայացի գարավոդյան համար և պարկուդանք որ մեր ոտքերը ուղեցիր կուդաջարըտ, որբեսի միասնապար կեզ բաշտենք և այդ պապակով հոս կգենանք այս արավոտ, ընդունեմ էր բաշտամունքը և դուր որ կիչեդո ասկե հերանանք դարբեր հոգևիջագով, ավելի հոգևորապես աջած, ավելի ուրախ, ավելի խաղաղ, ավելի երջանիկ, ավելի կեզմով լեցված, ավելի հույս ունեցած և մասնավորապես ավելի սիրով լեցված։ Այս արավոտ օրդն է կուզավակները, որոնք աշխարհի դարբեր անկյուններու մեջ անգեղությամբ կեզ կբաշտեն։ Բոլոր պեմերեմ, որ խոսքդ կկարոզվի, թող իրեն նվադագին ձրեեն, թող հոգիներու մեջ դեղ գտնե, շատերը թող կեզ ճանչնան, շատերը թող որոշեն կեզ հետևիլ, շատերը կուզավակները թողնան, կու թակավորությունը թող ընդարձակի այս արավոտ։ Եվ գաղոտենք մեր հայասկին համար, բոլոր եկեղեցիներու պեմերեն, խորաններեն, որ այսօր կուանունըտ պիտի իրենց շտներուն արդասանվի և կեզ պիտի բաշտեն, կու մասիտ պիտի խոսին, խնդրեմ օրդնես, կու խոսքը դորդնես, կու զավակներըտ, մեր ասկագիցները օրդնես, և զանոն կիդագից անգեց քրիստոնյաներ ընես։ Օրդնես բոլոր եղբայրության պեմերը, աշխարհի դարբեր անկյուններու մեջ։ Եվ նաև օրդնես այս արավոտ Հոլիվուդի մեր նոր հաստատվող կույր եկեղեցի պեմը, դուր որ այդ պեմնա իր նվադագին ձրե, որպեսի մեր ժողովուրդի ծրված և կեզմով չեդակրկրող ասկագիցները կան հոն կու խոսքըտ լսեն, պրկվին կու զավակները տարնան և հավիտենական կյանք ունենան։ Կաղուտեմ մեր հիվանդներուն համար, որոնք դունն են այս բաղուս և չգրցան կու դունըտ կալ, խնդրեմ դեր զիրենք այցել է և այս բաղուն զիրենք ալ օրդն է, կու խոսքովըտ, դեսիլքովմը, դերշնչումովմը, իրենց հետ խոսե և իրենց հետ հաղորդակցության մեջ մդիր։ Խնդրեմ, որ այս պեմն ալ օրդնես դեր և քիչ հետո ինչ որ պիտ կարոզվի, կու պարկիտ համար ըլլա և մեր շինության համար։ Ինչ հնարևելքը կու արջևտ կտնենք, իր բոլոր դժվարություններով, պատերազմի տաշտը, զինվորները, ժողովուրդը, Իրաքի ժողովուրդը, խնդրեմ դեր, թուն կու կամքիտ համացայն, խաղաղություն հաստատես այդ երկիրներու մեջ։ Եվ դեր, եթե այս բոլորը պիտի նպաստեն, որպեսի տուն շուտ կաս, մենք անգերձորեն այս արդու կեսի գաղոտենք և գսենք ամեն Եգուր դեր Իսուս։ Այս բոլորը կաննովըտ կխնդրենք և գաղոտենք կեզի դեր Իսուս։ Ընդունե մեր խոսքերը և մեր աղոտները։ Ամեն։ Այսօրվա պատկանապերը, ոնց է Պեպեր Մատոսյանն է, բայց պատկանեն առաջ
Մադրոս եղբայր Մարուչյանը գրավիրանք, որ երկով դերը կարմար։ Որ գարտամ երկրորդ օրինանց 6-րդ գլուխեն հատվածը 6-րդ գլուխ առաջին համարենը սկսյալ ասոնք են այն պատվիրանքները, կանոններն ու թադաստանները, որոնք ձեր Տեր Աստվածը ինձի պատվիրեց ձեզի սորվեցնելու համար, որովհետեւ ձեր մտնելու եւ ժառանգելու երկրի մեջ գործադրեք սրանք, որովհետեւ քուդեր Աստծուց վախնաս Եվ անոր բոլոր կանոններն ու պատվիրանքները, որոնք ես ձեզի կպատվիրեմ, քու կյանքի բոլոր օրերուն մեջ բայես, թե տուն, թե քու որդին, եւ թե քու որդիիդ որդին, որովհետեւ քու օրերդ երկար լան, արդ ով Իսրայել, մտի գրե ու զգուշությամբ սանոք կդարե, որովհետեւ քեզի աղեգ լա եւ գարտ ու մեղր բխո, երկրի մեջ խիստ շատնաս, ինչպես քու հայրերուն Տեր Աստվածը քեզի խոստացավ Ով Իսրայել, մտի գրե, մեր Տեր Աստվածը միայն Տեր է, քու Տեր Աստվածը բոլոր սրտովդ, բոլոր հոգվովդ եւ բոլոր զորությունովդ սիրե։ Եվ այս խոսքերը, որոնք ես այսօր քեզի պատվիրեցի, քու սրտիդ մեջ թողնան եւ զանոնք քու որդիներու գրգին անգամ սորվեցուր, թե դանդ մեջ նստած ադենդ, թե ճամփան քարած ադենդ,
եւ թե բարգելու ելնելու ադերդ անոնց վրա խոսիր։ Զանոնք նշանի համար ծերքիդ վրա գավե ու ճակատնոցի համար աչքերուդ մեջտեղը թողլան։ Զանոնք կուտանը տրանդիկներու վրա եւ տրներուդ վրա գրեն։ Անցնող հինգշաբթի Valentine's օր էր եւ այդ օրը չասած արդեն ամեն գոմ նշաններ զերեղված էին վաճառատուներենես իշել դալու այդ կարևոր թվականը թերթերալ կգրեին հերադեսիլենալ գահայդարարեին Valentine օրը սիրո օր է եւ ավանդության այդպես հրճակված է եւ վստահ եմ որ շատերը սեր այդնեցիք ձեր սերներուն ձեր գոհագիցներուն որ կրոջ եղբոր ես ալ այդպես սրի ես ալ բավական սովնոց քարտ մկնեցի դիգնոչս եւ արձանագրված խոսքերեն զատ ուրիշ արտահայտություններ ալ արձանագրեցի Բարզամես իմ սերս անգելզորեն հայտնելու համար։ Եվ այս տարաբոտ ուզեմ խոսիլ ընտանեկան կյանքի մասին ի վերջո շեշտնելով ճշմարիտ սիրո վրայով։ Կենտրոնական նյութ ունենալով սրտում թևի իդեալ քրիստոնյա ընտանեկան կյանք։ Անգելզլալու համար 20-25 վայրկյաններ բավարար չեն իդեալ ընտանիքը ներկայացնել դարբեր անգլիները տիպացարեն ամփոփ երբով Սուրբ Գրքին առաջարկած եւ հանձնարարած եւ հրամայած ճշմարտությունները ըսկուշությամբ եւ խոնարհությամբ ձեռուշատության իդանցնեն 20-րդ դարը որ նկատված է ռուսավորության տարեշրջան ըստ որու ընտանեկան կյանք ավելի աչող պետք է լար, սակայն դխուր իրականությունը ստակ կծծնե մեզի ճիշտ հագարակ։ Եջուգս որ գապրին ավելի հարաչացած աշխարի մեջ, ագարակ որ շատ ավելի դերերություն ունին կան երբեք, ագարակ որ հոգեպաններու, ընգերապաններու թիվը շատ է, ագարակ որ կիդական շատ դերերություններ մեր դրամատուրկյան դագեն և ըստ բոլորին շատ ավելի աչող ընտանեկան կյանքեր գոյություն պետք է ունենան Սակայն թշպախտաբար շատ մտուներ թժող կեն այսօր։ Դարաբանքի և մատնաբի գետրոններ, որ շատեր դուն չեն ուզեր վերաթարնալ, պապակի դուրիշտեր և տալքանդուն։ Մինչդեռ Աստծո ծրագիրը պապակը գարկատությունը դուրը փոքր տրախտավայրը ընել։ Երջանկության գետրոն, ապահովության գետրոն և տրական իշտագելու Բահերու գետրոն։ Պետք է խոստովանի, թե ներկայի հոսանքը քրիստոնյա ընտանիքի դեմ շատ զորավոր է։ Նյութաբաշխություն, թյուրին կյանք, ժամանակավոր հաջողություն, ժամանակավոր զվարճություն, հերադեսիլն անգամ ընտանիքի ներկայությունը որպես հինցած կաղապար կներկայացնե և ընդեմ ավանդական ընտանիքի թեմ գարդայնի և գուզե փլել ընտանեկան սրբությունը շատ անգամ խորաման կերպով կհաստատեն անբարոյականությունը և ընտանեկան անհավատարմությունը և դարձյալ բավական թիվով թերթեր, ամսաթերթեր կճանան փլել Աստծո կողմէ հիմնված ընտանիքի իրականությունը և մեզի գինա մերժել այդ փուչ փիլիսոփայությունը և թիմել Աստուծո որան այցել է մեր ընտանիքները և օգնե մեզի որ կարող ունան հոսակին թեմ տնել և ավա օրինակ գնալ աշխարհի առջև և ճիշտ այդ հոգյով էր որ Հեսուսը ես ու իմ դուրս Եհովան մի պաշտենք շեշտը շիդակտեր տնելով ես նախ ես պիտի պաշտենք նախ ես պիտի դերիմ Աստծո նախ ես պիտի գործադրեմ Աստծո կամքը, ես պիտի մոտ կյանք ապրեմ Աստծո, և անոր հետ իմ ընտանիքս։ Շեշտը
շիդակ վերտրալ Հեսու։ Շատ հստակ է, որ Աստված է, որ հիմնած է տան գաղափարը, եւ իր խոսքի մեջ ձերեղած է ճշմարտություններ, որոնք ուղղություն կտան ընտանեկան կյանքի փոխհարաբերություններու ընտանիքի անդամներեն ներս, որպեսզի այդ ընտանիքը լարին երջանիկ, ավելի սահուն կյանք ունենան, խաղաղությամբ լեցուն եւ գնան միասնապարս Աստված պաշտել եւ Աստծո կամքը գործադրել։ Դարձյալ նայեցեք Գործարքերոց 10-րդ գլուխ 2-րդ համար ակնարկելով Գորնելիոսի, որ գսե բարեբաշտ ու Աստվածավախեր իր բոլոր դունովը, որ ժողովրդին շատ ողորմություններ ուտար եւ ամենադեմ Աստուծո աղոթ կնե։ Վստահեցնեմ ձեզ, որ իր զավակները բարեբաշտ չծնան, բայց օրինագելից նողքին կյանքը եւ թաստերագությունը եւ աղոթքը պատճառ դարձան, որ Գորնելիոս իր ընտանիով ծածկված կպաշտեր եւ օրհնություն եղավ։ Սերներ որպես ծնող ոչափ մեծ բավականության դարին այսօր 20-րդ դարու մեջ օսանքը զորավոր դժվարություններ եւ ժխտական գործառույթներ այս բոլորը կչանան դաբալեն ընտանիքը եւ ծնողքը, որով շատ զգուշ պետք է լա ծնող իր կյանքի մեջ, իր փոխհարաբերության մեջ, իր վարմունքի մեջ, իր կենցաղի մեջ եւ ծնող որպես զավակներեն փան չանգալած իրենք պետք է օրնագելի կյանքեր ապրել, իրար հետ համերաշտ եւ զավակներ պետք է նշմանեն իրենց ծնողած մեջ, անշուշտ ակնարկելով ոգևոր ընտանիքի դերոջ մոտիվություն, սուրբ կրքի մոտիվություն, ոգևոր բաներու մեջ հավատարմություն, իրարու մոտիվություն, ոգևոր կյանքի մեջ խորանալու ախորժակ եւ զավակներ պետք է նշմանեն այս ծնողած մեջ եւ իրարու ներոամիլ լալու ոգի եւ այդ առաքինությունը։ Շատ անգամ զավակներ դխրությամբ պետք գոհագիցներու գողմել արված մեկ բզդիկ հանցանքիմը, որ հանգարց թիմացինը հրեշ կտանայ գարձես մեծ ոժակորդություն մարավ եւ աններելի մեղ գործեց, ոչինչ բանի համար տակ լուրայություն կստեղծի եւ զավակներ ագանալես կլան, որ զավակներուն սեր կարոզելեն առաջ, ներամորության ոգի կարոզելեն առաջ, համերաշխություն կարոզել առաջ, ծնողքս մենք պետք է այդ համերաշխությունը, այդ սերը, այդ հավատարմությունը սովացնենք եւ ոչինչ բանի համար աշխարհ տակն վրա չմենք։ Երդասարտի դիգեն մգբատներ մեծ մոր վրայով գսե մեծ մորս 50-րդ ամուսնության դարեկացին մեծ մայրս ներկա եղող իրերուն իր երջանիկ ամուսնության քաղտնիկը հայտարարեց։ Որ գսե հետևյալն է որոշումը։ Իմ ամուսնությանս օրը որոշեցի ցանկ մշնել, իմ ամուսնուս 10 հանցանքներու վրայով եւ մեր ամուսնության սիրուն որոշեցի զանոն անդեսնել այդ 10 հանցանքներ։ Մինչ հյուրերը գսե կմեկնեին երդասարտ դիգինը, որու ամուսնական կյանքը դժվարության հանդիպած էր եկավ, եւ մեծ մորս հարցուց այդ 10 սխալներու հանցանքները սա գրնաց թվեր թե ինչեր էին, որ որոշեցի որ այդ 10 հանցանքները անդեսնես եւ ներես կամուսնու։ Մեծ մայրս սա ճշմարտություն խոսելով սիրել սա որոշած էի ցանկը գրել, բայց երբեք արիթը չունեցակ գրելու։ Բայց երբ ամուսինս հանցանք գործել ես կփարկանայի ինձ ինքս կսեի որ ամուսինս ողջապ փախտավոր է որ այդ հանցանքը ցանկեն մեկն է։ Որով գներեի հաշիվով որ հանցանքներ են մեկնատասել մեկ։ Եփեսացիս 4:32-ի մեջ կգարտան եւ իրար հետ քաղցր երեք գտած ներելով վրարու ինչպես Աստված Քրիստոսով ներեցեց։ Երբ փոթորիկ ելե այդ երգինի մեջ երեք կարևոր հարցումներ կան, որ պետք է հարցնես։ Ինչու այս վիճակի հասավ։ Ես ինչի որ ասանք եղավ։ Եվ ինչ քայլեր գնամ արնել բարելավելու համար։ Ռոսերներոս որպես ծնող նշմանենք որ չափ պատասխանատվության արժև ենք մեր զավակներուն արժև։ Որ մեր ընտանիքի հաջողությունը կբանջի զավակներու շիդակ տաստիարակություն։ Արագած 22:6 որ բոլորս ալփոց գիտենք։ Գարտե մանուգի եւ ճամփանը սկսածադեն որպես իր ձերության անեն անգե չխորորի։ Օրորոցեն
պետք է աղոթքով եւ դերոջը խոսքով մեծնա այդ ցանկը։ Երբ պրոդորինացվեց 6-7 ուզանոն կուորտներուն գրին անգամ սորվեցուր թե դանդ մեջ նստած ադենը թե ջամփա կալածեն եւ թե բարերու ու ելներու ադենը անոնց վրա խոսիր։ Եվ երբեք բինի չզղջաս։ Գիտագից եմ, որ շատ բծողներ գնանսել հագարակ, որ մենք մեծուցինք մեր զավակները դերոջ խոսքով և աղոթքով, և դերոջ ներկայության մեջ, և հավադարմուրեն դարին աստծոտունը, գիրակնորյան, բադանյաց ամեն բան, այց թարցյալ մեր զավակներուն այցեք ինչեր եմ աշիրային։ Ավ աստծո խոսքը գսե մեղքին վարձկմա է, մեղք է բատճարը ծնողքն չէր, և ծնողք իր լավակույնը գնե։ Թուն քու մասը գադար է։ Ես իմ մասս կադարեմ, հավադարմորեն, մնացածը աստծոց կենք, որ աստվածի միջոցներով գրնա արդյունք բերել։ Վստահ եմ, որ ձեզ մեղոման գիտեն ակսորության ընթացքին բադահած թեպմը, որ հայ փոքրիկը արաբներու ցերկը գիրա եւ արաբներ գարնեն եւ աս փոքրիկը իրենք կմեցնեն, սակայն ադեն մի հետ կմայրը գտնի իր զավակը արաբներու կողմ և ուզեի դարնել, բայց արաբներ գմերժեն լսենաս կուզավակը չեք, ստիպված թադարան գինա, թադարան գերթան և միջանա պացադրել, որ ասիմ զավակս է և սական արաբներ գուրանան, սուտ վգաներ գպերեն թադարան և բոլորնա գուրանան, նույնիսկ զավակը վզդիկը, կսե ոչ at իմ մայրս չէ։ Մայրը անշուշտ լխրության, ուսահատության մատնված և կտեսնե, որ պիտի որ սնցնե թադը և զավակը Հոն թադարանի մեջ դսկսի երկել, երկե, և հանգած այդ փոքրիկ տղերը կանգ կարնեն, և թեպի այդ տիգինը երթա, և գսե գիշեմ, իմ կնանալու ադենս իմ մայրս աս երկը երկել, և գմոդենամ, որ գսե, աս իմ մայրս է, գիշեմ, տեպետ էր շատ փոքր, շեներ, Երբ մենք սորվեցնենք ճշմարությունը մեր զավակներում, դանք աստծո խոսքը, վարջեցնենք աստծո ներտան, և թաստիարակենք քրիստոնեական առաքյուններով, և մենք օրինակ ըլան, օրմը իր գդողը պիտի դա։ Անորամար հոպա առաջին գլուխին 3-րդ համար գարտանք, երբ աստծո խոսքը գսե հոպի փորձառությունն, երբ հացկերություն օրերը գլմնային հոպ կանչեր ու դարզանոնք ու կսրպեր և արդուն գերլեր, անոնց ամենուն թվովը ողջագեզներ գմաղությաներ, որովհետև գսել կարելի է դղակը սմեղ կորտեցին ու սրդերու մեջ աստծո հայրեցին։ Աղոթքով մեծնել մեր զավակները ամեն օր, ամեն գիշեր և դարբեր դեղերու մեջ, դարբեր վարականերում հիշել մեր զավակները իրենց անունով, աղոթել իրենց համար, որպես աստծո շնորհքով մեծնան։ Եվ իրապես դժվար օրերու մեջ կապրի, հոսանքը զորավոր, սատանան զորավոր, դանդրած քայլը, մրնջո արյուծմը, որ կուզե փզկտել մեր ցակուկներ, դակտուրայություն բերել անավանդ ոգևորներու յանքերներ, անորամար զսկուշությամբ, իմաստությամբ, խոնարհությամբ, աղոթքով պետք է մեծնան։ Եվ պետք է չափավոր լանքսելներ մեր զավակներու հետ, նույնիսկ մեր թաստիարակության մեջ և ճշմարտությունը կսորվեցնենք և նույնիսկ մեր բանիջներու մեջ ճշմարտաբար երկու զահեղություններ գլան, որ մեզ տակնվորել են շատ անգամ, պետք եղածին ավելի ահրելի բադիժ և գամ, չապազանց ազատություն և իրենց պետք եղածին շատ ավելին գունանք, որ գրնա վտանգավոր ըլան, մանուկներ գրնան անցնասեր մեզնել, ձորության վարժվել կամ անհակ կլան, ավելին ունենալու, ավելին արնելու և այս անգամ որնան չապավորությունը։ Անորամար չապավոր պետք է լանք մեր զավակներու մեծներու գործի մեջ, սրբազան բաշտոնի մեջ, որ ծայրահեր հաստատ ուղղությունը քիծը մեր ակնկալությունները աստծո խոսքին վրա զեներված հստակ պետք են մեր թիրքը մեր զավակներուն եւ մեր զավակներ պետք է վստահություն ունենան մեր խոսքերուն վրա, որ ոչ է, այո է, այո է։ Եվ ոչ թե հուսահատություն բերեն իրենց վրա չափազանց զորավոր պատիժներով, կամ ճիշտագարակը ամեն բան դալ, նույնիսկ բաներ որ պետք չունեն եւ անձնասերծած։ Գրեցնենք պատմության էջերեն եւ հոգեբաններու փորձառությունն, որոնք հարցազրույց կատարած են շատ բադանի բադանիներուն հետ
եւ այդ հարցազրույցին յետքը, որ հայրավոր եւ հազարավորներ մասնակցած են, անոնց արդյունքը, որ աչքերուս արջև ունին ուզել ցեզի փոխանցել ասում, բադանիներու խոսքերը եւ նայեցեք թե ինչպես հայտարարված են եւ ինչ ասած են։ Բադանիները ասած են. միշտ մի թողուք, որ մեր ուզածը ուլա։ Երկրորդ հաստատ եղեք, բայց նույն ադեն արդար մեզ պատշաց ադեն։ Երորդ այդ զգացումը տվեք, որ մեզ ուզեք, մեզ գսիրեք և մեզի պետք ունի։ Չորորդ սորվեցուցեք մեզի գերբը ուրիշներու հետ կործելու և ապրելու։ Հինգերորդ մեզ պատշեցեք և ընտանեկան օրենքը կգոտրենք։ Հեցերորդ և հարց մլա մեր մասնա, մեր գողնա լսեցեք։ Յոթերորդ ըսկուշությամբ հետևեցեք, նայեցեք, թե որոնց հետ հարեգամություն եք։ Ութերորդ մի թողուք, որ գիշերը շատ ուշ ադեն մնանք թուրսը։ Իներորդ քավազանը մի խնայեք։ Եվ դասերորդ ընտանիքին հետ ավելի ժամանակ անցուցեք։ Ասոք հոգեբանական ճշմարտություններ են։ Սուրբ կրքի կրնանսել գաղաբարի մեջ ճշմարտություններ, որոնք եթե կործածելու լանք շատ ավելի ամերաշ, շատ ավելի աչով, ավելի իդյալ ընտանիքներ ունենան։ Զավակներու մասն ալկա, այր իր մասունի որպես դանդրուղ, մայրը իր մասունի, զավակներ իրենց մասը և փոխարապերություն մեջ, զավակներն Աստծո խոսքը գսե բադբեք ու հայրդ ու մայրդ ինչպես կուդեր Աստվածդ քեզի բադվերեց, որբեսի օրերդ երգանելա ու քեզ աղեղելա այն երկրի մեջ, որ կուդեր Աստվածդ քեզի դիտա։ Եվ դարձյալ Եփեսացիս 6:1 գսե որդիներ ձեր ծնողներուն հնազանդ եղեք։ Եվ ապա Կողոսացիս 3:20 որդիներ ամեն բանի մեջ հնազանդ եղեք ձեր ծնողներուն, ասնզի այն է դերոջը հաջելի։ Այն է դերոջը հաջելին, դերոջը կամքը և ասպազ իր խոսքի մեջ հստակորեն տրած է զավակներուն բարդականությունը համտեպ եծնողանց։ Մեծ դժվարություններու առջև գարնվի և զավակներ սորվին հնազանդիլ եծնողանց։ Եվ նշանավոր քարոզիչի մահայրը հետևյալ հայտարարությունը գնել իր 6 զավակներու գրեթե ամեն անգամ որ գտեսներ։ Գսե դան օրենքին հնազանդեցեք, Դբրոցի օրենքին հնազանդեցեք, նահանգի օրենքին հնազանդեցեք, երկրի օրենքին հնազանդեցեք, թյուրին միլա Աստծո օրենքին հնազանդել, որ շիլագի։ Աջուշտ ես կուզեմ ծևով նարավեցեմ ես կոմեն նաև, Աստծո հնազանդեցեք, Աստծո օրենքին հետևեցեք, սերի բադանիները, թյուրին միլա ծնողքի հնազանդիլ, երկրի օրենքներով հնազանդիլ, նահանգին օրենքին և դբրոցին հնազանդիլ։ Միասին գտան, երկուք իրարու լրացուցիչ են։ Քանի օրինակներ ունի սրել մեր առջև, որ ծնողներու անազանդը լալով երացած են ունեն և մատնված են սարսափելի դժվարություններու և դժբախտության դարաբանքի և այսօր շատ են հիվանդանոցներու մեջ և մաններու մեջ և կերեզմաններու, որ հոմպետ չել լայն։ Պատճամը չի արվորոն լայն, սակայն իրեն ծնողներուն անազանդության պատճառով հոնեն։ Իմ ճելակրությունս այն է, որ ուշ չեղած, զավակներ խոստվանի դրեն ծնողած, և ծնող կավելի սկուշը լան, և հաշտվին Աստուծո հետ, և իրարու հետ, և անարակ որդի նման վերաթարնանդուն, և սորվին հնազանդիլ հարկել մեծարել իրենց մեծերը, և արդյունքը բիլնա ուրախալի և բժշկություն, դերի բիլնա անգասկանց։ Շեներ կիրագից եմ, որ այս սազներս թյուրին բաներ չեն։ Եվ սակայն նույնադեն ուզեն կաչալերել և հստակացնել, ասված, որ կբանչե այս բաները մեզ մեն, խոստացած է մեզ հետըլալ, մեզ զորացնել և դարելի դարձնել այս բաները, որպես ավելի նշանակալից, ավելի անուշ, ավելի համերաշխ, ավելի օգտակար, իդեալ ընտանեկան կյանք ապրի, որովհետև ընտանիքը ձևով մի երկինք կներկայացնի երկրի վրա։ Տրախտաբայրը պետք է։
եւ Աստծո կամքը սորվեցվի մեր ընտանիքներենս։ Որովհետեւ սորվի մեր զավակները սուրբային ճշմարտություններ եւ դունը վայրը լա, թախտավայրը որ մենք օրինակը լանք մեր զավակներում։ Իրարու հետ շիդակ հարաբերությամբ, շիդակ փոխ հարաբերությամբ եւ բարկունքով։ Նույնպես մեր զավակներուն է եւ ապա սորվեցնենք մեր զավակներով, որովհետեւ երբ կդեսնեն մեր շիդակ հարաբերիլը իրարու հետ գնան օրինակը։ Չեմ ուզեր անպայման ծիծաղով ասել, բայց ես քիշեմ անցումը, որ իր զավակը բռնած էր ծխելու ժամանակ եւ կհանդիմաներ եւ կհարվածեր անպիտան ածականալով անգամ նա քեզ չտեսներ ոտքի ստակը կմեցնեմ եթե տեսնեմ որ ծխես բայց իր ձեզած ադեմ իր ցերկի մեջ սիգարետ կար մաս զավակը որ մեկու բանի մի հետևի ոսկի թե ցերկի գնաք աստղալի միտքս շատ անգամ շատ բաներ կհանգանենք մեր զավակներին, շատ մեծ բաներ կսեն իրեն, բայց մենք չենք կատարել։ Զավակները շվային։ Բավային խոսքին այն, թե գործքին։ Եվանոր համար բանալին այսօր ես գտնեման ճշմարտության մեջ, որ մենք պետք է խոստովանենք, թե դգար գտնված ենք եւ այս բաներում մեջ հավատարիմ չենք գտնված, պետք է դերը չենք տված Աստծո խոսքի մեր յանքերում մեջ եւ ցախողած ենք։ Սակայն պարկլավոր դերը պատրաստ է փրիշկել բոլորս եւ խոստովանիկ եւ ընդունիկ մեր դերակցությունը Աստված անպայման մեզ կսրբակրե զորացնե եւ արի ծուգա որովհետեւ նոր սկիզբ ունենանք եւ ավելի հաջող ավելի օգտակար ընտանեկան շնորհակալության կերապ եւ այս բոլորի մեծ սերը պետք է թակավոր է ընտանեկան կյանքի մեջ եւ ինչպես կարդացվեցավ Կորինթացիոց 10-րդ գլուխը եւ երկվեցավ հստակ կերպով եւ ինչպես ասենք Վալենտինը սեր ներկայացրել պետք է գտնանք որ Աստված է ագնախկուրը ճշմարիտ սիրո մարդկային խոսքի Աստված է ամենակերեցիկ սիրո օրինակը ագնախկուրը Աստված է որ իր ստեղծագործությամբ մարդու դված է սերու հատկությունը եւ սերը անհրաժեշտ է ընտանիքի կոյադեման երջանկության ուրախության հաջողության համար Եվ որ գիտեսնես շինարարություն, խաղաղություն, միապանություն, համերաշխություն, հոն, սիրո գործածությունը հստակ։ Սիրո դեղ պան չի վերնարվեցնեն։ Եվ սերը դոգալ ուժ կուտա, սերը ավելի մտահոգված է դալու օգնելու կանանելու, սերը չվիրավորվի եւ ողակալ ոտքի չունենա։ Սերը թիմացին օգուտը կփնտրե եւ թիմացին վրա զրբարություն չի տնի։ Սերը քաղցր է։ Սերը պաշնագից կլա, ճշմարիտ սերը ներելու հոգյուն իր մեջ։ Սերը կշինե, սերը կմիացնե, սերը կպուժշկե, սերը կպնդրե, որ բարի կնե։ Եվ ճշմարիտ սերը զոհողական է։ Եվ եթե ենթարկվին Աստծո օրենքին, եւ եթե դերդան Աստծո խոսքին, Աստվածալ զորություն ու դա ինչպես Ֆիլիպեցիս 4:13 կգարտան ամեն բանի կարող են անով գործի զորացուց Երբ ծպտին տիրոջը ծերկերու մեջ, երբ հանցնվին, երբ վստահին, երբ մեր պատրաստականությունը Աստծո վստահը լա, որ անգենց ենք մեր որոշման մեջ, որ ամբողջական դեր միտան Աստծո խոսքին մոտ երթալով իրեն հետ հարաբերելով, եւ շնակ արժեքներ ունենալով, եւ կենտրոնական մասը Տեր Հիսուս Քրիստոսի դալով մեր կյանքին, այդ ժամանակ պիտի տեսնենք շատ ավելի իդեալ ընտանեկան կյանքեր Իդյալ փոխհարաբերություն, որ ծախտավայրը բիլնա խաղաղությամբ եւ սիրով հաջողությամբ լեցուն, որ բոլորս պիտի ուրախանան։ Եվ որպես քրիստոնյա ընտանիքներ գանչված են այդ օրինակը։ Սակայն դժվարաբար խոստմանի շատ անգամ որ վեցախով է։ Եվ պատճառ Աստված չէ։ Աստծո խոսքի դգար չէ։ Աստծո խոսքի դգար բացառության մեջ չէ, ապա իմ մեջս է։ Ես պետք է խոնարհություն ունենամ խոստմանելու ընտանիքիս, ասելով որ ես խալած եմ, ես անցավոր եմ, ես պատրաստ եմ սրբակալ։ Դան քերեցկությունը սերել իր համերաշխության մեջ։ Դան ապահովությունը հավատարմության մեջ։ Դան ուրախությունը սեր։ Դան օրենքը ծառայություն։ Եվ դան հանգիստը Աստված։ Գաղութեմ որ դերը որտնի յուրականչուրս և մեզ ուժարեցնե, որ իր գերբերը ընտերգենք, հետևին գրեն, գործակցին Աստծո հետ իր ավելի որպես ընտանիք, որպես քրիստոնյա, որպես հայ քրիստոնյա ընտանիք։
եւ 20-րդ դարուած դժվարին օրերու մեջ ազորավոր հոսանքներու աճ աշխարհի ասպարեզ դարձան որ Տեր Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ ալիքյան եւ ինչ անցյալին որած է այսօր դեռնան է մեր յանքերու մեջ եթե պատրաստ ունանք քինոջարել դա օտեն որ դերը քեզ եւ զիս օժարեցնե քինոջարելու այդ հաջող յանքին համար դեր օրնից Ասով ամենը պիտի գիտնան, թե իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Այս է իմ պատվերս, որ մեկից մեկ սիրեք, ինչպես ես սերս սիրեցի։ Պատմնակացծո այս սիրով ատկամին համար, պատմակ որ անգամ մնալ մեզ, մեր աչկերը, մեր ընտանիքներուն, մեր նյութերուն ուղե և մենք որ լսեցինք այս պատկամը գործադրենք, որովհետեւ իրական աշակերտները լավին սպասենք, վերջին երկով եւ ալոքով դիպաշնենք։ 461-րդ երկրորդ թիվ 461, պիտի ենք առաջին համարը նստած, վերջին համարը ոտքի վրա, երկու համարներ միայն 461։ Գեցած ենք այս բալուս և կխնդրենք, որ կուսրդ և կուսերդ մեզի թարմ սեր կողանցես։ Եվ ալլա որ հետ այսու ավելիով կեզ սիրենք, ավելիով կեզի հպատագինք ու կամքդ հասկնանք և գործադրենք։ Եվ դարձյալ օգնե, որ զիրար սիրենք, որպես սնդանիք, որպես կուղագից, զավակ, թորնիկ, հարսպես ամեն։ Մեզ սիրո տեսպաններ և ներկայացուցիչներ, որ աշխարհ գիտնա, որ մի անգամ միշտ մենք քու զավակներն ենք։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ շուրջ փոքրուն հաղորդակցությունը մեր ամենը հելլա, մինչև այն օրը, որ մեր աչքերով սիրո ախոյանը տեսնենք։